Որքանով է անվտանգ Ադրբեջանի տարածքով Հայաստան մտնող ցորենը։ Նույնիսկ քամին, որ անցնում այդ տարածքով գալիս է Հայաստան, ես դրա մեջ վտանգ եմ տեսնում։ Հայաստանը որտեղ է իրացնելու իր գյուղմթերքը։ Իմ համար Արժունոտ ցորենը։ Գյուղացիները բերքը իրացնել չկարողանալու պատճառով պարզապես ցուցադրաբար հանում եւ ոչնչացնում են բերքը։ Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունը կադրերի հարցում բոբիկ է։ Մի շարք մասնագիտությունների գծով արդեն պահանջարկ չկա, դիմորդներ չկան։ Իրականում կաթի գինը պետքա բարձր լինի, որտեղ պահանջարկը մեծ է։ Գյուղամիջի ճանապարհը ասֆալտապատվում է եւ գյուղացիները բոլորը գոհ են, երջանիկ։ Չնայած որ գյուղի 80%-ը արտագնա աշխատանքի է մեկնել, Բանկի բարձր տոկոսադրույքներով, ֆանտաստիկ բարձր վարկերից մեր գյուղատնտեսությունը չի զարգանա։ ուղղակի անտերություն է տիրում այստեղ։ Եթերում բաց խոսենք նախագիծն է, մեր հյուրը այսօր գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն է։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն բաց խոսելու մեր առաջարկը ընդունելու համար։ Պարոն Հարությունյան, Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրվող ցորենի մասին շատ խոսվեց։ Տեսանք, լսեցինք Արցախի ցորենի դաշտերը թշնամուն հանձնած մեր իշխանությունների հուզմունքը, ոգևորությունը այդ առիթով, թե ինչպես էին այդ մի քանի տոննա ցորենի ներկրումը ներկայացնում որպես աշխարհաքաղաքական լուրջ ձեռքբերում, ինչևէ, ես խնդրելու եմ մասնագիտական երկու ուղղակի տեսակետ այս հարցի առնչությամբ, նախ որքանով է անվտանգ Ադրբեջանի տարածքով Հայաստան մտնող ցորենը, արդյոք այդ ցորենը ենթարկվում է լաբորատոր փորձաքննության, եւ հետո պարենային անվտանգության տեսակետից որքանով է խելամիտ այս ուղղությամբ ներկրվող ցորենի վրա, այսպես ասած, հույս դնելը, այս ուղղության վրա հույս դնելը առհասարակ։ Շնորհակալություն հրավերի համար, ցավոտ հարց է, բազմաշերտ եւ հիմնականում եկեք հարցին մոտենամ հետեւյալ տեսանկյունից, մի քանի մասի բաժանեմ, նախ առաջինը ամենակարևորը, որ խայտարակ իրավիճակ է, որովհետեւ պատերազմող երկիրը, լոգիստիկ խնդիրներ ունեցող երկիրը իրավունք չունի իր համար առաջին խնդիրը պետական քաղաքականության մեջ դնել պարենային ապահովվածության խնդիրը։ Եվ այդ տեսանկյունից ամենակարևորը ցորենին է։ Եվ փոխարենը այս քանի տարի արդեն 7-8 տարի շարունակ անկում է ապրում ցորենի ապահովվածության խնդիրը, իրենց իսկ հրապարակած թվերով 24 թվականին ցորենով ապահովվածությունը եղել է ընդամենը 22.8%, որը ռեալ թիվ չի։ Իրականում ավելի պակաս է, թաքցնելու ոչինչ չունենք, բաց ենք խոսում, առավել ևս գաղտնի տվյալներ չենք հրապարակում, եւ կրկնում եմ, փոխարեն ավելացնեն ցանկատարածները, խրախուսեն ոչ միայն մեր շատ թանկ հողը մշակեն, անմշակ չմնա, որ փուշ ու տատածք չաճի, ընդհակառակը եւ այդ ֆոնի վրա տեսեք դեր են խաղում, բայց շատ վատ են խաղում այդ դերը, ուրախ չագերտներով, երջանիկ դեմքով տնկարում են, որ Հայաստանի Հանրապետություն առաջին անգամ Ադրբեջանի տարածքով, բայց եկեք գնացել է Վրաստան, նոր եկել է Հայաստան, ցորեն է մտնում։ Ես ասել եմ, կրկնում եմ, ես ներողություն եմ խնդրում ձեզանից, բայց ցավոտ թեմա է, չեմ կարող չանդրադառնալ, ասել եմ, կրկնում եմ, այդ ցորենը ձեր ասած մինչև անվտանգության հասնելը իմ համար Արժունոտ ցորեն է, որովհետև այս իրավիճակում, այս պայմաններում հարաբերական անդորի ժամանակ միանգամից ցամաք հաց խնդիրը ցորենը բերել եւ առաջի կետ դնել ու Ադրբեջանին հրեշին բարի ընդգրկուն իմաստով ցույց տալ որպես բարի կամքի դրսևորում, դա ինձ համար վիրավորական է։ Այդ իսկ պատճառով այս ամեն ինչ խաղացին այս ժամանակահատվածում շատ վատ խաղացին եւ խելոք մարդկանց մոտ բացարձակ ռեակցիա չտվեց, որպես ցորենի։ Եղած չեղած կոպիտ ասած մի հաշիվ է, որովհետեւ փաստաթղթերով նախապես ներկայացրել են, որ
Ղազախստանի տարածքից եկած Ադրբեջանով անցնող ցորենը բարձր որակի է, հացի է, ու հետո մի պահ կանգ առավ այդ խնդիրը, առաջինը Հայաստան մտավ ռուսական ցորենը, դա էլ քաղաքական հաստատ ինչ-որ մեսիջ էր, իսկ ինչ վերաբերում է արդեն, որ հետո պարզվեց փաստաթղթերով ներկրվածը Ղազախստանից, ոչ թե Պարենի բարձրորակ ցորեն էր, այլ ցածր դասի ցորեն էր, հետո դարձավ անասնակեր, գուցե այդ անասնակերն էլ խոր իմաստ էր, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան գալիս է անասնակեր ցորեն, թող մարդիկ ինձ ներեն, ես ընդունում եմ բարի բուն իմաստով, ով որ այդ ցորենը ուտելու է, թող բարին համապատասխան մտածի։ Իսկ փորձաքննությունների մասով պարոն Հարությունյան։ Իսկ փորձաքննությունների մասով ես ասել եմ ի սկզբանե, իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ պետք է բազմատիպի փորձաքննություն անցնել, լաբորատոր անալիզ, որովհետև ինչու՞ չէ ջուր ամեն տեսակ պատերազմը մենակ կրակոցով չի լինում, պատերազմը իրանք հիմա օգտագործում են հիբրիդային պատերազմ, դա էլ բազմաշերտ է, միտեղ վնասատուներով, միտեղ հիվանդություններով, միտեղ վարակներով, հիմա էլ սնունդ է գալիս, այդ սնունդը մենք չգիտենք ինչ սնունդ է եւ ինչքան կկանգնի, շատերն ինձ ասում են Գեորգ Հարությունյան, գիտեք, ամեն ինչ հետևում ենք, երևում է, բաներով օնլայն նայում ենք, որտեղ կանգնավ, ինչ կանգնա, դե 21-րդ դարն է, տեխնիկայի դար է, բայց ամեն դեպքում կրկնում եմ, ինձ համար Ադրբեջանի տարածքով նույնիսկ քամին, որ անցնում է այդ տարածքով գալիս է Հայաստան, ես դրա մեջ վտանգ եմ տեսնում, բարի բուն իմաստով։ Պարոն Հարությունյան, ձեր խոսքում նշեցիք, որ փոխանակ խրախուսեն, որպեսզի Հայաստանում հողերը մշակվեն եւ ցորեն արտադրվի։ Հայաստանում կա բավարար քանակությամբ հող, որը մշակելու դեպքում մենք կապահովենք ցորենի անհրաժեշտ քանակը Հայաստանի համար։ Ուրեմն մեր բախտը բերել է նրանով, որ տեսեք միշտ երբեմն մենք բախտից դժգոհում ենք, որ վատ հարևաններ ունենք եւ այլ, բայց նաեւ մենք ունենք դրախտային երկիր։ Մենք այս ընդամենը մեր փոքր տարածքը, բայց մեր համար շատ մեծ տարածք է։ Մեր համար բավարար էր եւ կամ բնակլիմայական գրեթե բոլոր գոտիները։ Մենք ծովի մակարդակից 200 քանի մետրից մինչև ունենք 4090 մետր բարձրություն եւ այդ գոտիականությամբ կարելի է խելացի գյուղատնտեսություն վարել, անընդհատ մենք ունենայինք թարմիր, բանջարեղեն, ինչու՞ չէ նաև կանաչ կոնվեր անասնակերի համար եւ հետաքրքիր գյուղատնտեսություն արդյունավետ կարելի է Հայաստանի Հանրապետությունում վարել, առավել եւս մեր անմահական ջուրը։ Դա շատ կարեւոր է նաեւ վերամշակման արդյունքում ինչ որ մեր մոտ համեղ է ստացվում, լիմոնադներ, հյութեր, ամեն ինչ, հիմքը միրգն է, արևահամ, բանջարեղենն է եւ ինչու՞ չէ նաեւ մեր կրկնում եմ ջուրը, բայց ցավոք սրտի այսօր Հայաստանի Հանրապետության մշակովի տարածքները շատ եւ բազմամյա տնկարկների, պտղատու այգիներ, խաղող հատապտղանոցներ, ինչ թվեր որ հրապարակվում են պաշտոնական, դրանք չեն համապատասխանում իրականությանը, որովհետեւ ժամանակ առ ժամանակ աշխատում ենք, ուզում ենք գրի առնել տարբեր նույնիսկ մի գերատեսչական մարմիններով հրապարակված թվերը ազգային վիճակագրական ծառայություն, էկոնոմիկայի նախարարություն եւ կադաստրում էլ օրինակ բազմամյա տնկարկների քանակները չեն համընկնում իրար, միտեղ ցույց են տալիս 46000 հեկտար, միտեղ ցույց են տալիս 35000 հեկտար, միտեղ ցույց են տալիս 43000 հեկտար, իրենց հրապարակած թվերի մասին է խոսքը, բայց իրականում նույնը եւ խաղողի այգիների տարածքների մասին է, թվերը չեն համապատասխանում, որովհետեւ շատ անմշակ թողած տարածքներ ընդգրկված են հաշվառման մեջ, ցույց են տալիս որպես մշակովի տարածք։ Սրան ավելացրած մի հատ էլ մեր մոտ 443,000 վարելահողերից 443,000 հեկտար վարելահողերից իրենց իսկ հրապարակած թվերով աննախադեպ խայտարակ վիճակ է
2025 թվականին ցանկ կատարվել ընդամենը 196,300 հեկտար։ Նման խայտարակ թիվ մեր անկախ հանրապետության պատմության մեջ չենք ունեցել, էլ չեմ ասում սովետական Հայաստանի դեպքում շատ ավելի վատ է, եւ 196,000 այդ մշակովի վայելահողերից այդ 196,000-ի մեջ մոտ 50,000 հեկտարը դա բազմամյա եւ միամյա խոտաբույսեր են, կերային մշակաբույսեր են, անասնակեր, այսինքն տաք իրականությունը որպես բանջանոցային մեր համար մշակովի, կարտոֆիլ եւ այլն մթերք արտադրող տակը բան չի մնում, դա խայտարակ վիճակ է, իսկ ցորենի տարբերակով ես ասեմ 2015-16 թվականներին մենք շուրջ 110,000-111,000 հեկտար աշնանացան ցորենի ցանկատարածքներ ենք ունեցել եւ այդ տարիներին մենք ունեցել ենք միայն ցորենի գծով համախառն բերքը շուրջ 330,000 տոննա, միայն ցորենի գծով, էլ չեմ ասում հատիկը որ շատ էր, այդ այսօրվա թվերի հետ եթե մենք համեմատենք, հիմա ցույց են տալիս մինչև 100,000 տոննա, դե այն դեպքում ես ասեց 2015-16-ին 330,000 տոննա շուրջ, հիմա շուրջ 100,000-110,000 տոննա, այսինքն 3 անգամ պակաս, եւ եթե պարենային ապահովության գծով իրենց հրապարակած թվով 22% ա եղել 24 թվին, դե բազմապատկենք, որ 3 անգամ ավել, նշանակում է, ես որ միշտ ասում եմ 60%-ից ավել մեր պարենային ապահովությունը ունեցել ենք ցորենի գծով, հստակ ասում եմ 100 տեղով կարող եմ ստուգել, իսկ հիմա էլ այդ տարածքները եթե խելամիտ ծրագրեր իրականացնեին, վարկերը չվերացնեին անտոկոս, գյուղացուն աջակցեին, ապահովության համակարգը աշխատեր, մենք հաստատ եւ սուբսիդիոն գրագետ ծրագրեր աշխատեին, մենք ցորենի խնդիր չէինք ունենա եւ հաստատ այսօրվա այդ դերասանական ցուցադրական բաները կոպիտ ասած տեխնիկային թատրոնները չէին լինի։ Պարոն Հարությունյան, չեն մշակում մարդիկ, որովհետև բերքի իրացման խնդիր ունեն, խոսքը միայն ցորենին չի վերաբերում, մենք անընդհատ ականատես ենք լինում տեսարաններին եւ գյուղացիները բերքը իրացնել չկարողանալու պատճառով պարզապես ցուցադրաբար հանում եւ ոչնչացնում են բերքը։ Ինձ թվում է նաեւ ջերմոցային տնտեսությունների տնտեսվարողները առանձնապես լավ վիճակում չեն, որովհետեւ վերջի դեպքը, որ հիշում եմ, ծաղկի գործների այդ ցուցադրական ակցիաները, որ հանեցին եւ մայրուղու վրա ուղղակի ծաղկի բերքը ամբողջությամբ ոչնչացրեցին։ Այսինքն մեղադրել մարդկանց երևի հնարավոր չի, որ չեն մշակում այդ հողերը։ Պետությունը այստեղ իր գործառույթը ընդհանրապես չի իրականացնում։ Ընդհանրապես հետաքրքրվող կա։ Մարդիկ ինչպես պիտի իրացնեն, ինչպես պիտի մշակեն, ով է հիմա դա զբաղվում։ Գյուղնախարարությունը փակելուց հետո, էկոնոմիկայի նախարարության այս գործառույթները տալուց հետո, ընդհանրապես ինչ է կատարվում։ Դատելով արտաքին արդյունքից, ուղղակի անտերություն է տիրում այստեղ։ Հիմա նոր չի, որ պետքա մենք հասկանանք, որ անտերություն է, նոր չի, որ մենք պետք է հասկանանք քաղաքականություն ոչ միայն չի տարվում գրագետ, այլ նաև ձախողման հիմնական ուղիներ են եւ գնում է դեպի ձախողման եւ ձեր տեսեք բառ օգտագործեցիք ցուցադրական բողոքներ։ Այո։ Միայն ծաղիկներինը չի, որ ցուցադրական բողոքներ լինում են իբրև թե բողոքի ալիքներ, ձեր ասած ցուցադրական եւ դրանք կան առաջնորդողներ, իմ սուբյեկտիվ կարծիքն է, որոնք կառավարվում են, որտեղ այնտեղ դուք էլ շատ լսած կլինեք, որ մեկ էլ տեսար անպատեմ կօգտագործեն մեր պայքարը քաղաքական չի։ Այսինքն այնքան անգրագիտության բաց դրսևորում են, ոնց կարող երբ որ տեսնում եք քաղաքականությունը սխալ է տարվում, վատ է վարում, արդյունք օր-օրի վատի է գնում, եւ դուք ասում եք դա քաղաքականության հետևանք է։ Չկա, իսկ դա ձեր ասած իրացում համակարգային խնդիր է։ Տեսեք ծաղիկի գծով դա ոչ միայն մասնագիտական, նաեւ որպես քաղաքացի դա բացասական էներգիա են գեներացնում հանդեպ Ռուսաստանի Դաշնությունը, որովհետեւ մեր իրացման մեծ շուկան այսօր լավ թե վատ հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունը, բայց խնդիրը
այլտեղ էր ծագե, ուրիշ էր եւ իրանք տանում էին ուրիշ ուղղությամբ։ Դա է հիմնական պատճառը, որ իրանք ձեր ասած ցուցադրական գեներացնում են բացասական էներգիան։ Իսկ բերկը աճեցնելուց մինչև իրացումը պետք է լինի օրով ժամով համակարգված։ Մարդը սերմը դրեց, հողը ինքը պետք է սպասի ուրախ զվարթ բերքի իրացմանը, ոչ թե անընդհատ մտածի ռիսկերի մասին։ Դա հերթական անգամ մարդկանց ստրեսի ենթարկելա, հողից կտրելու խնդիրը, չզբաղվելու խնդիրը, հոգեպես թույլ զգալու խնդիրը, սրանք բազմակողմանիորեն բացասական քաղաքականություն տարվող է, որը ազդում է մեր ընդհանուր համակարգի վրա։ Պարոն Հարությունյան, գյուղացիները եւ ֆերմերները հաճախ դժգոհում են, որ չեն կարողանում ներդրումային ծրագրեր իրականացնել համապատասխան խորհրդատվության, մասնագիտական աջակցության բացակայության պատճառով։ Գյուղերում մեր, պես ասած, լրագրողական հայցերի ժամանակ ես շատ եմ լսել, որ անասնաբուժի հաստիքի բացակայությունը լուրջ խնդիրներ է առաջացնում, մասսայական անկումներ, եղջերավոր անասունների եւ այլն։ Այս խնդիրները ինչպես են կարգավորվում կամ առհասարակ կարգավորվում են թե ոչ։ Ես այս հարցին անցնելուց պատասխանից առաջ մեկ բան ասեմ նախորդի հետ կապված, տեսեք շեշտեցիք ջերմոցային ծրագրերը, տեսեք այդ կան իրենք գովազդեցին ջերմոցներ, աջակցություններ եւ այլ եւ այլ եւ այլ։ Գովազդի մասով շատ լավ է, ամեն ինչ Հիմա իդեալական է։ տեսեք, դա անարդյունավետությունը ոչ միայն փողերն են ցակուցրիվ անարդյունավետ ծախսում չկա, համապատասխան ձեր ասած խորհրդատվությունը մասնագետները։ Մյուս կողմից էլ տեսեք հիմա էլ եկել առաջին պլան անընդհատ փորձագիտական մագարտակով, լրատվական մագարտակով անընդհատ իրանք բարձրաձայնում են, որ Թուրքիայի սահմանը բացվելու դեպքում ինչ արդյունք կամ հետևանք ունենա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունը, այսինքն ես որ ասում եմ թիտերի կյանքով նույնիսկ սրանց ծրագրերը չեն ապրում, նույնիսկ իրենց իսկ ասած հաջորդ նախադասության մեջ իրենք իրենց դնում են ծուղակի մեջ։ Եթե ջերմոցները բազմամյա տարիների համար է միլիոնավոր, միլիարդավոր դրամների ներդրում է, որը կտրվել է մեր թոշակառուների թոշակից, տրվել է արտոնյալ, մի կողմից հարստացել են բանկերը, որտեղ տոկոսը միևնույնն է պետությունը վճարում է, եւ Թուրքիան, երբ որ ճանապարհը բացվի, լոլիկի օրինակն եմ բերում, բացարձակ ցածր արժեքով լոլիկը դեմպինգ արվելու Հայաստանի Հանրապետության շուկա, նույնը ծաղիկը, ջերմոցային այլ մշակաբույսեր կամ մթերքներ, իսկ այն միլիարդավոր դրամները, որ ներդրվել է երկարատև տարիների համար ջերմոցային տնտեսությունների զարգացմանը, ինչ պետք է արվի։ Եվ տեսեք հետադարձ հետ են գնում ծաղկի օրինակը, իրանց իսկ բեմականացումը ի վնաս է իրենց, իրանք ուզում են այլ ուղղությամբ գեներացնել բացասական էներգիա, բայց ցույց են տալիս իրանք ծրագրերի եւ իրենց մտքի թշվառությունը։ Ներողություն, պարոն Հարությունյան, եթե բացասական էներգիա են ուզում գեներացնել Ռուսաստանի ուղղությամբ, այդ դեպքում Հայաստանը որտեղ է իրացնելու իր գյուղմթերքը, այսպես։ Տեսեք, կարևորը իրացման խնդիրը չի, իրանց պետք չի, որ իրանք մտածեն ապրանքի իրացման մասին, որ ֆերմերը գյուղացին ֆինանսական կայունություն ունենա, ոչ, իրանց խնդիրը քանդելն է, կործանելն է, ավերելն է։ Իսկ հիմա ինչ վերաբերում է արդեն անասնաբուժերի հետ կապված մասնագիտական խորհրդատվության առհասարակ աջակցություն։ Ընդհանրապես ես ասեմ, որ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունը գյուղատնտեսությունը որպես գերակա ոլորտ կադրերի հարցում բոբիկ է, բարի բուն իմաստով, որովհետև ինչ որոշ մասնագետներ թողեցին երկրից դուրս գնացին, ինչ էլ կար, մնացածը մի քանի դեղնակտուցներ կան, որ իբրև թե ցույց են տալիս շատից քչից կովը կոմբայնից տարբերում են, բայց ցավոք գետնի վրա լրիվ այլ իրողություն է, բացարձակ խորհրդատվական համակարգ որպես այդպեսին չի գործում, չկա պետական հոգացություն, աջակցություն չկա, կրթական բազան, ճիշտ է խոսում են, փորձում են, բայց արդյունքները խնդրեմ թող հրապարակեն այս վերջի 7-8 տարում քանի բույսերի պաշտպան, քանի ագրոնոմ,
եւ քանի ձեր ասած անասնաբուժն են մտել արտադրության մեջ եւ ինչ արդյունք է ապահովել։ Ընդհակառակը բերկատվության հանգում նոր սորտերի գրանցում բացարձակ չկա, իսկ կենտանիների հիվանդություններն էլ ժամանակ տարածվում են, ոչ թե 1-2 մարզ են գրգում, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետությունում վխտում են սուր վարակիչ հիվանդությունները, որոնք կենտանուց անցնում են մարդու։ Պարոն Հարությունյան, արդյոք կաթնամթերքի շուկայում գնաճը պայմանավորված է խոշոր եղջերավոր անասունների այդ մասսայական անկումներով, հենց պայմանավորված շատ հաճախ նշում են դաբախ եւ բրուցելոզ հիվանդությունները, այդ հիվանդություններով ինչ է կատարվում այս ոլորտում, ինչու է կաթնամթերքը անընդհատ ամեն օր խանութ ես մտնում եւ ամեն օր փոփոխություն կա։ Դա էլի հերթական պատճառը հետևանքային կապն է, որովհետև երբ որ անընդհատ ասում են, երբ որ քաղաքականությունն սխալ է տարվում, գյուղատնտեսությունը այնպես չի, որ այսօրվա սխալը դու վաղը կարող ես ուղղել։ Այսօրվա մեկ սխալի համար տարիներ են պետք, որ գոնե բերես են մագարտակին հասցնես, որտեղից սկսվել է սխալ քաղաքականությունը։ Ասել եմ, կրկնում եմ, անասնագլխակ քանակը սարսափելի ձևով անկում է ապրում։ Իրենց հրապարակած թվերը բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Հրապարակում են, էսա շուտով հունվարի 1-ը կհրապարակեն 2025-ի հունվարի 1-ի դրությամբ, կտեսնեք նորից անկում է լինելու 20%, 10%, որը նախորդ տարին այդ տենդենսով եկել է։ Հիմա 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ցույց են տվել 475 հազար գլուխ խոշոր եղջերավոր կենտանի, որը 24 թվականի նույն ժամանակահատված հետ համեմատած մոտավորապես 16,000 գլուխ ավել անկում է ապրել, բայց շատ ավելի շատ է, ես ասում եմ ձեզ, որովհետև արդեն գյուղեր, որ դուք էլ եք գնում, մենք էլ ենք գնում, հարցնում ենք, մարդիկ ասում են իրենց լեզվով ասած, գյուղից դուրս էր գալիս 3-4 նախիշ կենտանիների խմբեր, բայց հիմա ասում են ընդամենը մի փոքր նախիր կա։ Ինչի մասին է խոսքը։ Եվ այո, ոչ միայն կաթի գինը, տեսեք, իրականում կաթի գինը պետքա բարձր լինի, որովհետև պահանջարկը մեծ է, առաջարկ չկա, բայց մի քանի օր առաջ էլ ես էլի հարցում եմ արել, որ մթերվող կաթի գինը, օրինակ Վարդենիսի տարածաշրջանում, որը այդ Արմեքսպոյում ցուցադրում է իրենց պանիրը, ես չասեցի ես ով եմ։ Ուղղակի հարցրեցի, այս պանիրը ո՞նց է արտադրում, Վարդենիսի մասին է խոսքը, ասես մթերում են կաթը, ասեց կաթը քանիսով եք մթերում, ասեն 140 դրամ։ Տեսեք, օրինակ, ոչ լրատվություն, ոչ օպերատիվ տվյալ, կոնկրետ մարդու հետ խոսել եմ 140 դրամ։ Խնդրեմ, խանութներում 1 լիտր կաթը վաճառվում է 700 դրամ, 800 դրամ, 1000 դրամ, ոնց կարող է միջի հումքը ավելի էժան լինել, քան փաթեթավորումը։ Չի կարող։ Այսինքն այսօր ես գրեթե ամեն օր խանութից գնում եմ կաթ շատ բարձր արժեքով, լիտրը 650 դրամ, եւ նույն գյուղացուց կաթը մթերում են 140 դրամ։ Դրա համար այսօր անկում ապրում։ Իսկ որ պետական քաղաքականությունը ճիշտ տարվեր, շուկայի վերահսկողություն լիներ, որ աջակցեին ֆերմերներին, որ կաթը բարձրորակ արտադրվեր, շատ արտադրվեր, հետևեն մթերման գներին, որ այնպիսի գնով մթերեն, որ ֆերմերը կաթ-արտադրողը շահույթ ունենան, ոչ թե վերամշակողները ահռելի շահույթ եկամուտ ապահովեն, իսկ կաթ-արտադրողը դրա համար էլ հիմնականում ինչ կա կաթնամթերքի մեջ, մեծ մասը փոշի կաթից ստացված է։ Դրա համար Վերամշակման արդյունք է։ Տեսեք, մենք ինչքան խոսենք, որ մթերքից մենք որ խոսենք, պետական, պետք ասենք սխալ քաղաքականություն, պետական սխալ աջակցություն, ու այդ ձեր պետական սխալ վերահսկողություն, պետական սխալ խորհրդատվություն, ու այդ ձեր խորհրդատվության բացակայություն, մթերման քաղաքականության բացակայություն, ֆինանսական
ծառայությունների բացակայություն, իսկ այսօր մեր նման երկրում պետքա խելոք մասնագիտական ներուժը բարձրագույն ուսումնական հաստատություններից կամ միջին մասնագիտական կրթական օջախներից մտներ գյուղ, գիտությունը, խորհրդատվությունը, գյուղից բերք ու բարիկով մթերքով բեռնված մեքենաներ պետք է գնային մարկետներ, շուկա, քաղաք, կունենայինք շատ հետաքրքիր գեղեցիկ գյուղատնտեսություն։ Մեր երկիրը ժողովուրդ պատկերացրեք Ռուսաստանի Դաշնության կամ աշխարհի այլ երկրների որոշ Ֆրանսիա, Դանիա երկրների, որ մենք համեմատենք, Ավստրիա, մեր երկրի ընդհանուր գյուղատնտեսությունը տվյալ ռեգիոններից մեկի գյուղատնտեսության չափ է, ռեգիոններից ընդհանուր։ Օրինակ ասենք Կրասնոդարի երկրամասում Ռուսաստանի Դաշնությունում ես մի մասնավոր ընկերություն գիտեմ, որի ցորենի ցանկատարածները կազմում են 224,000 հեկտար։ Ինչի մասին է խոսքը։ Այնքան որ մենք Հայաստանում այդքան հող չենք մշակում, այդքան խոսում են։ Ու նույնը կաթի արտադրություն, այսինքն մեր նման երկրում խելոք ճիշտ տնտեսություն վարելու մասնավոր տնտեսությունների քաղաքականությունը, հարկային քաղաքականությունը բարելավելու մի կողմից, մյուս կողմից խրախուսման քաղաքականություն, ճիշտ մթերման արտադրության կազմակերպում մենք ունենանք շատ հետաքրքիր ընտիր գյուղատնտեսություն, գյուղացուն աջակցեն մյուս կողմից, որ ստանա բարձր որակի ինքնարժեքով ցածր մթերք, արտադրանք, պետությունը աջակցի, որ ինքը ողջամիտ շահույթ ապահովի, որ իր երեխայի ուսման վարձի, բարեկեցության խնդիրները կարգավորի, քաղաքաբնակն էլ, որը դժվարությամբ է այսօր իր կոպիտ ասած հացը գումարը վաստակում, գոնե չմոլորվի խանութ մտնելուց, որպես երկրորդած կարտոֆիլ գնել, վարունգ, պոմիդոր, միրգը չի կարելի էլի, որ ոնց կարող է բանանը Հայաստանում, ցիտրուսային մրգերը Հայաստանում շուկաներում ավելի էժան լինեն, քան Հայաստանում արտադրած պտուղ բանջարեղենը, բայց երբ որ մենք մտնում ենք կոնկրետ արտադրություն գյուղեր, ֆերմերների մոտ, տեսնում ենք, որ իրենց մոտից վերցնում են շատ էժան գներով։ Այստեղ է, որ պետությունը պետք է իր գործիքակազմը կիրառի, որպեսզի այդ հարաբերակցությունը, որ ասում են բանվորա գյուղացիական դաշինքն սերտ միասին քայլելով գնան առաջ, այդտեղ էլ են պառակտում մտցնում, որովհետև քաղաքաբնակը երբ որ գնում է տեսնում է մթերքը շատ թանկ է, ինքը չի կարողանում առնել, ինքը ստիպված քարկոծում է արտադրողին, գյուղացուն, եւ որ գյուղացին էլ հակառակ էժան է վաճառում, այսինքն այստեղ նույնպես բաժանարար գիծ կա, որ բաժանում են գյուղացի, քաղաքացի, արտադրող, մթերող, արտադրող, վաճառող, սա էլ կուլիսային թաքուն պառակտման քաղաքականություն է։ Ինչպես բոլոր ուղղություններով։ Դե ես այդ միտքն եմ ուզում։ Պարոն Հարությունյան, ես իհարկե համաձայն եմ ձեր այն մտքի հետ, որ պետական անհրաժեշտ ուշադրության դեպքում Հայաստանը կարող է վերածվել դրախտավայրի, որտեղ նախ չմոռանանք, որ ագրարային ավանդույթներով հարուստ երկիր է եղել, եւ բացի այդ մենք աչքի առաջ ունենք Իսրայելի փորձը, որը ուղղակի անապատային տարածքում այդ փոքր մակերեսի վրա ինչպիսի հզոր գյուղատնտեսություն է ստեղծել, բայց տարբերությունն այն է, որ այնտեղ կա պետության աջակցությունը եւ այստեղ, ինչպես դուք նշեցիք, պետությունը մտածում է, թե ինչպես գյուղացուն շահագործի, էժան մթերքը վերցնի եւ մի քանի անգամ ավելի թանկ վաճառի քաղաքաբնակների վրա։ Պարոն Հարությունյան, այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ գյուղացուն չեն օգնում հողը մշակել, բայց ասֆալտապատում են գյուղերը եւ գյուղացիները կարծեք գոհ են։ Այս պարադոքսն էլ կա, ինչպես եք սա բացատրում։ Ցուցադրական արդյունք կա, տեսանելի արդյունք կա։ Գյուղամիջի ճանապարհը ասֆալտապատվում է եւ գյուղացիները բոլորը գոհ են, երջանիկ։ Չնայած որ գյուղի 80%-ը արտագնա աշխատանքի է մեկնել, որովհետեւ տեղում չեն կարողանում իրենց հողը մշակել եւ իրացնել։ Ես եկեք մի հատ միտք հիմա հնչեցնեմ կապված Իսրայելի հետ։ Իսրայելի գյուղատնտեսությունը զարգացած չի։ Բայց ես տեսել եմ ինչ տեսեք ես չէ, ուրիշ միտք եմ ես ուզում այստեղ ասել։ Իսրայելի տեխնոլոգիաներն են ուժեղ։ Բայց դա ուժեղացել է Հիմա տեսեք Իսրայելի տեխնոլոգիաների ուժեղացման
արդյունքում իրանք ունեն գյուղատնտեսական հարուստ մթերքներ, արտադրանք, բայց համային որակային որակներով, երբ որ ինքնարժեքով ցածր է ստացվում տեխնոլոգիաների հաշվին, իսկ երբ որ օրինակ ձեզ որպես տանտիկնոջ լինի հայկական Հայաստանում աճեցված նորմալ հսկողության տակ, պակաս պեստիցիդներով, ագրոքիմիկատներով, նորմալ տեխնոլոգիայով, գիտեք որ ասում են մեր հողի, արևի համն ու բույրը, այդ լոլիկը կիլոգրամը 300 դրամով շուկայից առնել, թե բարձր տեխնոլոգիաներով ինքնարժեքը ցածր ստացված 200 դրամանոց լոլիկ։ Առաջինը կմտածեք առողջության մասին, գուցե մեկ հատ ասում եք պակաս, բայց կալորականությունը, մաքրությունը լավ լինի, որ երեխայի համար, սերնդի համար առողջ լինի։ Այս անընդհատ տեսեք ասում ենք Իսրայել, տեսեք մեր պետությունը եթե խելոք լինի, համակարգ, ես ինչ եմ ասում, համակարգ Ավստրիայի խելոք փորձը, Դանիայի խելոք փորձը, ամեն տեղ մի տեխնոլոգիա կա զարգացած, այդ ամեն ինչը գեղեցիկ ձևով բերվի, դրվի մեր բնությամբ, հայելային ձևով նստացնել են, որ ասում են դնել Հայաստանի մեջ ես հողն ու ջուրը օգտագործեք, տեսեք ջուրը գալիս է միլիարդավոր խորանարդ գնում է Թուրքիա, չեն կուտակում, սեզոն ունենում ենք ջրի խնդիր, իսկ այդ ջուրը որ ճիշտ ժամանակին օգտագործվի, տեսեք կիրառվի ջրախնա ռեժիմներ, սկսված կաթիլային համակարգից, անձրևային համակարգից, այլ համակարգերից կստանան նորմալ բան, իսկ քաղաքականություն մշակող իրականացնող գերատեսչության իբրև թե ղեկավարը ասում է բարձրադիր գոտիներում անջրդի պայմաններում մշակեք խնձորի ինտենսիվ այգիներ հիմնեք, ինչի մասին է խոսքը, ու այդ տեխնոլոգիան, տեսեք 1951 թվականից Իսրայելում կիրառվել է կաթիլային ոռոգման համակարգը, այդ ժամանակվանից, իսկ մեր մոտ կաթիլային ոռոգման համակարգը ոչ թե դրվածավոր ճիշտ ռեժիմի խնդիր, բույսին երբ ջուր պետք լինի, գիտեն թե վсё այդ պլաստմասից կամ ռետինից խողովակները փրեցին, կաթոցիկը ոչ ընկերներ, պետության խնդիրը ոռոգման համակարգերի, որ 80% կորուստ ունեն, այդ համակարգերը դուք վերականգնեք, մեր ֆերմերը, մեր գյուղացին, հողեմշակը շատ խելոք է, ինքը գիտի ոնց ջրախնա ռեժիմով կամ գոտիներ սահմանեք, որ մշակաբույսերը, որտեղ ջուր շատ է վերցնում, այդտեղ ջրի խնդիր ունենք, հանեք ցանկաշրջանառությունից մեկ այլ, ինքը կենտանի գիտություն է գյուղատնտեսությունը, առաջին հայացքից թվում է թե ինքը շատ պարզ, շատ հեշտ, ոչ, ինքը շատ ներդաշնակ, մի քանի գիտությունների հետ սերտորեն կապված, խելոք մարդ պետքա լինի, փորձառությունը մարդկանց, այսօր մենք ֆերմերներ ունենք, հողի մշակներ ունենք, այնպիսի հետաքրքիր փորձեր են արել, իրենց բարձրագույն կրթություն կամ Քեմբրիջի համալսարանական կրթություն չստացած, արտակարգ բաներ են կիրառում, այդ թվում նաև երիտասարդներ, որ ես գնաց է տեսել եմ, շատ եմ ուրախացել, կրկնում եմ, չնայած անցում անեմ, այդ ArmProd Expo-ն կազմակերպել դեկտեմբերի 12-ից 14-ը, ես գնացի այդ ձև խայտարակ կազմակերպված բան չէր եղել, Ինչու՞։ շատ թույլ, մասնակցություն չկար, գովազդ չկար, աջակցություն չկար, բան էլի սենց հոգի չկար, փոխանակ եռուզեռ լիներ, շփվել եմ, խոսել եմ, հիմնականում մեղվաբույզներն էին գերակշռում, որով իրենց իսկ արտադրանքներ, մնացած հիմնական վերակ մշակողներ, չիչ, չամիչ, գինի, կոնյակ, բայց ուրախացնողը գիտեք ինչ էր, հետաքրքիր տեխնոլոգիաներ կար ներկայացվող, Հրազդանից մի լավ երիտասարդ տեսա, որը ներկայացնում էր գայլուկից, ինքը պարազիտ է, գարեջրի ստացման նոր տեխնոլոգիա եւ առողջարարական կապ փորձեցի հաստատել լավ ժամանակների համար ներգրավելու ուժեղացնելու, ես տեսա մի մանկավարժական կրթություն ստացած երիտասարդ աղջիկ, կարծեմ Էջմիածնի մեծամոր գյուղից էր եւ տեսեք ինչ էր ստացել, այն ոնց է մենք այն
պղպեղները սև, կարմիր, որ դուք օգտագործում եք խոհանոցի Որպես մեջ, համեմունք, այո։ որպես համեմունք, ես տեսա թարխունից ստացած այդ ձև համեմունք, համային, հոտային, շատ ուրախացա, եւ դա կարելի է մեծ տեխնոլոգիա, որտեղ որ պայն կանաչ թարխունը ավելցուկ ունենա, օրինակն եմ ես բերում, որ ինքը արագ կարող է չորացնել, այդ տեխնոլոգիան կիրառել, կրկնում եմ, այդ աղջիկը ուներ բանասիրական կրթություն, փորձի ըստ երևույթին, ժառանգականության հաշվին ստացել էր մի խելոք բան, որը հետագայում կարող է դնել արտադրական ներուժի վրա։ Մեկ տեղ տեսա եղբայրներ ջերմոցում աճացրել են տարբեր կանաչեղեն, այդ ձև ասեմ, եւ մենք խոսելով իրանց հետ ես ասեցի, տեսեք մեր Արցախի ժողովուրդը եկել է այստեղ, ուզած թե չուզած, այդ ավանդույթները պահելու համար ժինգյալով հաց այսօր տարբեր տեղեր թխվում է, իրացում է, որ պետքա ավելի շատանա այդ կանաչի խնդիրը կա, ասի մոտեցեք պատրաստողներին, հետները խոսեք, տեսեք որ կանաչեղենն է, դրանց գրական գիտական անվանումները, գտեք, բույսը, օգնենք իրար, աճացրեք ջերմոցային պայմաններում, որ չկորի, որ լավագույն օրերը երբ որ գա, նորից գնանք բարձր արտադրության։ Այս կարգի բաներ կա, ասում ամենա երկար ճանապարհը սկսվում է առաջի քայլից։ Եվ ես այսօր անկեղծ եմ ասում, այս գորշությանը փորձում եմ ամեն մի անկյունում էլ մի լավ բան տեսնել, հավաքագրել, կոորդինատները մարդկանց վերցնել, կապը պահել, կատարելագործել, որպեսզի վաղը չէ մյուս օրը հարմար առիթի դեպքում մենք ժամանակ չունենք փորձարկելու։ Մենք պետք է այդ ամեն ինչը արագ դնենք արտադրության մեջ, կողքից նորագույնը զարգացնելով։ Պարոն Հարությունյան, համաձայն եմ, որ անհատական մակարդակում շատ հետաքրքիր գաղափարներ կան, հատկապես երիտասարդների շրջանում, ինձ միշտ զարմացնում է, որ հողի հանդեպ սերը հետաքրքիր իրենց այդ գաղափարները միշտ տեսնում եմ, բայց էլի պիտի ասեմ, պետական մակարդակով, եթե չեմ սխալվում, գյուղակադեմիայում մի շարք մասնագիտությունների գծով արդեն պահանջարկ չկա, դիմորդներ չկան։ Այս բացը ինչպես եք լրացնելու գյուղ ոլորտում, եթե այնուամենայնիվ մի հրաշքով լինի մի պահ, որ վերակենդանացնել գյուղ ոլորտը։ Լավ, ես ասեմ հետևյալը, ես գրեթե ամեն օր մի մտքի վրա աշխատում եմ, չեմ թաքցնում, մի մտքի վրա աշխատում եմ, ոչ միայն կարդում եմ այլ երկրների նմանատիպ տեխնոլոգիաները առաջադեմ, որը կարելի է կիրառել մեր հանրապետությունում, որը ընդհանրապես անիմաստ է, որտեղ ելնելով բնակլիմայական պայմաններին չի արտարացնելու, այդ համադրությունները անում եմ, շրջում եմ համայնքներում, խոսում եմ մարդկանց հետ, հավաքագրում եմ խելոք մտքեր, խելոք փորձեր, որ ասում եմ կապը պահելու համար, բայց այնուամենայնիվ առանց գիտության 21-րդ դարում դա ներողություն ոնց որ պայծառ արևի տակ կույր լինես, չի կարելի, եւ դրա համար ինչ ես ամեն ինչ ասեցի, ասենք հակակարգտային համակարգերի մասին ենք մտածում, որ ոնց անենք, որ ժամ առաջ կիրառվի ռիսկերը մեղմացնենք, դա շատ կարևոր է, որ բերքի կորուստ չունենանք, ֆինանսական հատուցումը մի կողմ, բայց պարենային ապահովության տեսանկյունից, եթե բերք կա կորում, ուրեմն ապահովման խնդիրը իջնում է, ֆինանսապես կարող է փակվել, բայց որպես նյութական կիլոգրամ դու չես կարող բարձրացնել, այսինքն պետք է ռիսկը մեղմացնես, այդ տեսանկյունից ամեն ուղղությամբ վարկերի, բանկերի այդ քաղաքականությունը շատ ավելի վատ է, այդ ուղղությամբ պետք է գյուղացուն կտրվի բանկից, գյուղացին երբ որ բանկից, գյուղացին պետք է ամրանա հողին, իր համակարգով ինքը պետք է աշխատի, իր բերքը իրացվի, ինքը կայուն միջոցներ ունենա, գյուղացու ոտքը քանի չի կտրվել, իմ սուբյեկտիվ կարծիքն է, բանկի բարձր տոկոսադրույքներով, ֆանտաստիկ բարձր վարկերից մեր գյուղատնտեսությունը չի զարգանա, դա քաղցկեղն է գյուղատնտեսության, իսկ գյուղատնտեսության մեջ այսօր ներդրումները ներողություն կազինոյի է նման, դնում են գումար, արդյունքը կախված է երկնքից ավելի շատ, կորուստ
անկում մինուսներ, նորից փորձում են վերականգնել, ավելի են խորանում, դրա համար այսօր մենք գյուղերում ունենք սարսափելի վարկային բերի տակ կքված գյուղացիներ, ու հույսն էլ չգիտեն ինչ ռեֆորմներ է պետք, արագ ռեֆորմ, համաներումներ, որպեսզի կարողանանք իջացնել նորմալ մակարդակի, այդտեղից ստարտը ճիշտ տալ, ճիշտ ստարտ, որտեղ սխալ ստարտը, որ հիմա էլ անում են, սխալ ուղղությամբ են տանում, ավելի վատ է, սխալ այգիներ են հիմնում, փողերը ծախսում են, վաղ այդ այգին պետքա քանդվի, լրացուցիչ միջոց ծախսվի, որ կարողանանք ճիշտը անել։ Գիտության հետ կապված, տեսեք, ձեր ասած գյուղատնտեսական համալսարան են անունը հիմնադրամ, ինստիտուտ, ակադեմիա, ֆակուլտետներ կան, մասնագիտություններ կան, որ փակվել են, գենետիկա սելեկցիա, որ գյուղատնտեսության հիմքն է։ Եթե սելեկցիոներ չեղավ, գենետիկ չեղավ, ինչի մասին է խոսքը, նոր սորտերի, նոր ցեղերի ստացում, այդ սելեկցիոն աշխատանքների հիման վրա պետքա զարգանա, գիտությունը առանձնակի տեղ պետքա ունենա, բայց գյուղատնտեսական գիտությունը ակադեմիական, պրակտիկը դաշտավարականը եւ գերատեսչությունը քաղաքականություն մշակող իրականացնողը մի ամբողջական մարմին պետքա լինի։ Այն որ ասում է ինչ պատվիրես, որ ինչ ստանաս, պատվիրես ինչ սելեկցիոն աշխատանք, գումարները գնան, ինչ հետ խաչասեր են, որ ստանան, եւ մասնագիտական առումով էլ ինչ ա եղել, պետությունը թող քաղաքականություն իրականացնի, հատուկ պլան իջացնի, որ գյուղական վայրերում, համայնքներում պետք է ունենան պարտադիր ագրոնոմի հաստիք, պարտադիր անասնաբուժի հաստիք բավականին բարձր հրապուրիչ աշխատավարձով, որ մարդիկ սկսեն գալ ինստիտուտ, ակադեմիա, հետ վերադառնան, այն մյուսն էլ այն մյուսի բարեկեցիկ կյանքը տեսնելով, որ հարգված մասնագիտություն է, հարգված մարդ է, արդեն սերնդա փոխություն լինի։ Եվ մինչև այդ մասնագիտական բարձր որակ մասնագետներ համայնքներում մենք չունենանք, տեղերում է ձեր ասած խորհրդատվական բարձրագույն գիտականն հետը, որ գետնի վրա եւ գիտական իրար հետ քայլելով գնան ունենան իրանց ամենօրյա օրագրերը, սկսած մեղվաբուծություն, ձկնաբուծություն, թռչնաբուծություն, անասնապահություն, էլ չեմ ասում այգեգործություն, ջերմոց, նորագույն տեխնիկա, տեսեք այսքան ժամանակ դուք լսել եք որևիցե մեկը ուղղություն տանի, ասենք խորդենու մշակություն, որ ժամանակին խորդենին մշակվել է, ստացել են եթերայուղեր եւ այդ խորդենի մշակող տնտեսությունը Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր բարձրադրվող տնտեսություններն են եղել։ Այն որ ասում են սովխոզի դիրեկտորներն ու կոլխոզի նախագահները, որ գա 24-ով են մանեկը, համեմատած մյուս կա այդ ուղղությամբ մտածող, արդեն մշակության տեխնոլոգիաներն էլ է վերացել չեմ ասում ման եմ գալիս, փորձում եմ գտնել մարդիկ, որ ժամանակին արել են գոնե պահել, կամ հակառակ, շերամապահությունը, մետաքսագործությունը, շատ թանկ արդյունք ապավում, մետաքս, բնական, որ աշխարհում այսօր բավականին արժեք ունի, ներդրումներն մեջ նույնիսկ քաղաքի պայմաններում, ավտոտնակների պայմաններում կարելի է դրանով զբաղվել, բիզնես միտքը, անընդհատ Իսրայել, երբ որ Հայաստանում կար մետաքսագործություն, շերամապահություն, երբ որ կար խորդենի, որ աջիկալուն արտադրում էին, էլի այդ ձև տեխնոլոգիաներ կարան բազմապիսի թվեմ, էդ ուր էր Իսրայելի գյուղատնտեսությունը։ Մեր գյուղատնտեսությունը հազարամյակների փորձ ունի երկրագործությունը ու անընդհատ պրակտիկ փորձի հետ զարգացել է, կատարելագործվել է։ Հիմա տեխնիկաներ կան Հայաստանի Հանրապետությունում, որոնք իրավունք չունեն նույնիսկ դաշտի այգու կողքով անցնելու, ելուն մնան մտնելու աշխատանք իրականացնելու, վնաս ավելի շատ է, քան օգուտը, ով այդ ուղղությամբ մտածելու, չկա բացարձակ ոչ մի տեսչական մարմին, հողը ոնց են մշակում, ինչ տեխնոլոգիայով են մշակում, ինչ քանակով են պարարտացնում, բացարձակ չկա նման բան, չկա ոչ մի, տեսեք գիտական միտքը, ակադեմիան, համալսարանը, նախարարությունը պետք է այդ մեթոդական ցուցումները, որոնք որ մշակվեին գետնի վրա,
գալ գիտական ինքը գիտահեն դառնար, հաստատվել գերատեսչության կողմից, մտներ արտադրություն որպես սերիական, մարդիկ վերցնեն այդ մեթոդական ցուցումները որպես ամենօրյա օգնություն, մտածեն նոր տեխնոլոգիաներով ոնց մշակեն, որն աջիշտ, հետո նաև վեճերի կարգավորման խնդրում, երկու հարևան գյուղացի մտնում են դատարան, դատանը չունի հիմք փորձագիտական, որովհետեւ հենվելով այս գիտական, այս թեզի վրա կամ մեթոդական ցուցումով հաստատված վարի խորության կամ պարարտացման վրա, որովհետեւ վիճելի հարցը կարողանա կարգավորի։ Ո՞ր մեկն ասում, թվում է թե հասարակ է, ոչ, ներքևից մինչև վերև ինքը ունի խելոք մարդկանց, պետականամետ, այն որ ասում է, հայրս միշտ ասում էր, տղա ջան, գյուղատնտեսության մեջ մեկ-երկու մասնագիտություն կա, որ կարող է դու շատ բարձր կրթություն ստանաս, բայց իրականում չկարողանաս անել, դա պետքա հոգի դնես, դա պետքա գա ժառանգությամբ, դա օրինակ գինեգործությունն է, դա մեղվապահությունն է, դա պատվաստ կատարելն է, ես մարդիկ գիտեմ, որ 10 հատ պատվաստ են կատարում, 10-ից 10 են, որ ասում են իրենց լեզվով ասած, կպնում է, բայց մարդկա 100 հատ կրթական համակարգեր անցը, բայց մի հատ պատվաստ չի կարողանում անել կամ արածնել չի կպնում, նույնը գինեգործությունը, ինչքան ուզում է սնկեր բերեք, բուծեք, տարբեր ձևի նոր տեխնոլոգիաներ, առաջվա դուք գինին, այն որ հոգի է դրած, դժվար թե ստանալ, ու այդ ձև հողի մշակը, սերմնացանը, մարդիկ ոնց են հող սերմ դնելը, դա նոր կյանքի հիմք է, այդ բույսը մի փոքր ցորենի հատիկից ունենք լավագույն սորտեր, հիմա կա Ռուսաստանից էլ բերել ենք, փորձարկում ենք, արդյունավետ 11 ցողունա մեկ հատիկից 11 հատ ցողուն է դուրս գալիս, 11 հատ հասկ, ամեն հասկի վրա է մոտավորապես 40 հատիկ, 45 հատիկ, 50 հատիկ, պատկերացնում եք, այն որ ժողովրդական լեզվով ասած մեկը 1000 լինի, տեսեք երբ այդ միտքը եկե, դա է մի հատիկ ցորենից հազարավոր արդեն հատիկ է ստացվում, դա է պետքա հինը նորի հետ գնաս, հոգի դնես, բերես, աշխատես, մարդիկ ուրախանան, ոգևորվեն, տեսեք քաղաքում էլ մենք ունեինք բակեր, բազմահարկ շենքերի բակերի դիմաց տարածքներ կան, դուք էլ տեսած լինեք, որ խաղողի թարմաներ կային, փոքր ծառեր կար, թփեր կար, մի հատ էլ մաղալ կար խորովածի, մարդիկ նստում էին, շաբաթ-կիրակի հարևաններով հավաքվում էին, նարդի են խաղում, շախմատ են խաղում, համ իրար հետ շատ լավ էին, պառակված չէր, հետո մշակում էին, մեկը մեկին ասում էր, տես ես ավելի լավ եմ մշակում, մեկն ասում էր, արի իմ աճեցրած խաղող գինեմ, ես տեսեք ինչ լավն է, հիմա գնացեք այդ բակերը ձեր ասած եկանք են ասֆալտապատմանը, ինչ են արել, գեղեցիկ, գորշ, սև ասֆալտ, սպիտակ բծերով, մեր կյանքը դա է, գորշացրել են սև, մեկ-մեկ սպիտակ բծեր են թողել, իսկ մարդկությունը հողից կտրվել է, արտադրությունից կտրվել է, ասֆալտ, հետո Ոչ միայն ասֆալտ են անում, պարոն Հարությունյան, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանը օրինակ առաջարկում է իրանական փորձը ներմուծել եւ ամբախ-զամբախ խոսողներին, այսպես ասած, պատժել ճիպոտահարելով, որպես օրինակ նա նշում է Միքայել Սրբազանին եւ ասում է 2 տարին շատ եք տվել, կարելի էր ճիպոտահարել ամբախ-զամբախ խոսելու համար։ Ինչ եք կարծում, այսպես ասած այսօրվա մեր թեմայի շրջանակներում չարժե այսօր այսպես բարի գործ կատարել եւ մեր գյուղացիներին առաջարկել ճիպոտ ցանել, որովհետեւ իրացման տեսանկյունից այս արտադրանքը պիտի որ խնդիր չունենա։ Սիրելի գյուղացիներ, ինչ ցորեն, ինչ կարտոֆիլ, ճիպոտ ցանեք, Հայաստանում դա միանշանակ սպառվելու է։ Չեք կարծում, պարոն Հարությունյան, այսպես ամփոփենք մեր զրույցը, կարող է սա աշխատի Հայաստանում, հաշվի առնելով, որ Ռուբեն Բաբայանի ձևակերպած ամբախ-զամբախ խոսողները շատ են, իսկ իշխանությունը պատժելու առումով երբեք չի երկնչում։ Ես տեսեք, դու հասկացա սարկազմ եւ այլ այդ ամեն ինչը,
Բայց այսօր ես ուզում եմ անձամբ ձեզ հատուկ շնորհակալություն հայտնել, որ դուք այս երկրին տվել եք ամենաթանկը, բայց ձեր մեջ ժպիտն ու ուժը ստիպում է մեր նման մարդկանց, որ մենք պարտք ենք այդ տղեկին եւ պետք է այս երկիրը ոտի կանգնացնել։ Եվ ես այդ էներգիան, որ տեսնում եմ ձեր մեջ, ես մտածում եմ գիշեր ցերեկ կրկին չքնելու եւ այս երկիրը հզորացնելու ու այդ տղեկի հիշատակը վարդ պահելու։ Իմ համար հատուկ հարգանք են մեր այն սերմնացանները, որոնք չվերադարձան, բայց մեկ այլ հարգանք ես ունեմ մեր սրբազանների հանդեպ, որոնք ունեն կրթական շատ բարձր մակարդակ, կարտածածության, հոգևոր կապը, տարբերվում են իրենք մեզանից, ով ինչ ուզում է դպրոցը ոսկե մեդալով, ինստիտուտը կարմիր դիպլոմ եւ այլն, երբ որ շփվում ենք մենք իրենց հետ, մենք զգում ենք, որ թույլ ենք։ Այդ հոգևոր կրթվածության եւ ինչու՞ չէ նաեւ որոշ բաներ կա ավետարանչական, որ նույն գյուղատնտեսության վերաբերյալ մտքեր կան, որ մենք այդ տողատակերը չենք տեսել, բայց իրանք դա արտահայտում են։ Եվ ինչ մնում է Բագրատ Սրբազանին, Միքայել Աջապահյանին, ես առիթ ունեցել եմ շփվելու, ընկերություն անելու, խորհուրդ հարցնելու եւ որպես մեծի խրատներ եւ այլն նաեւ հոգեվոր սնունդ ստանալու տեսանկյունից չի կարելի ուղղակի այդ կարգի մարդկանց նկատմամբ պետքա լինի միայն հարգանք եւ խոնարհում։ Իսկ մասնագիտական առումով այդ ճիպտա հարելը հնագույն ժամանակներից են եկել, այնպես չի, որ մենք ճիպոտ չենք կերել, մենք ճիպոտ կերել ենք, այո, եւ երբեմն ես ասում եմ, որ ես ընկերներիս մեջ մեր ճիպոտը շուտ կտրվա մեր գլխից, մեր մեջքից եթե ճիպոտը մի քիչ ուշ կտրվի, մենք ավելի քիչ սխալներ թույլ կտանք, որ այսօր մենք բան ենք արել, ես հիշում եմ պապս ասում էր գարմիշտի չիբուխ, այդ ձևը ճիպոտներ ընդ ուռիներ կային, ուրենիներ կան, հիմա էլ կան, եթե գա ժամանակը շատ մարդիկ կան, որ պետքա թեկուս բան էլի, չեմ ուզում գնամ հակահումանիզմ, ես ամեն դեպքում բարոյական ճիպոտներով բան էլի սիմվոլիկ, որ ասում մի հատ հայրական ապտակ ստանան, նույն մի հատ ձեր ասած ճիպոտը ստանան, որ մյուսներին դաս լինի, բայց հիմա մենք այդպիսի իրողության մեջ ենք ապրում, որ այդ ձեր ասած ճիպտարելը դա շատ մեղմ, կասեի այդ ինչի մասին է խոսքը, ափսոս է։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, շնորհակալ եմ ոչ միայն ձեր ոլորտում մասնագիտական պրոֆեսիոնալ մեկնաբանությունների համար, ինչպես միշտ մանրամասն, ամբողջական, այսպես պատկերավոր, նաև ձեր քաղաքացիական դիրքորոշման համար, որովհետև գիտեմ դուք միշտ առաջնագծում եք, չեք վախենում արտահայտելու ձեր կարծիքը, քննադատելու այնտեղ, որտեղ քննադատելու մեծ խոռոչ կա։ Սիրելի ունկնդիրներ, իմ զրուցակիցը գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն էր, զրույցը վարեց Ալիսա Գևորգյանը։ Հետևեք մեր թողարկումներին, բաժանորդագրվեք, թողեք նաև մեկնաբանություններ։ Ցտեսություն։